Խոստովանս համաձայն հիմա կմեկնաբանեմ 3 հրապարակածս տվյալները։ Առողջական ապահովագրության համակարգից արդեն օգտվել է 65 եւ ավելի տարիքային խմբի շուրջ 50,000 թոշակառու, հայտնել է Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով նախորդ օրը իր հրապարակած վիճակագրությունը։ 2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ թոշակառուներին տրամադրվել է շուրջ 4 միլիարդ 924 միլիոն դրամի առողջապահական ծառայություն, ամբողջությամբ պետական բյուջեի հաշվին։ Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև բուժման, վիրահատության, ինչպես նաև դեղերի գնման փոխհատուցում։ Նախկինում մենք էլի պետական բյուջեի միջոցներով դեղեր էինք ձեռք բերում եւ սոցիալական որոշակի խմբերի հատկացնում էինք, իսկ բազմաթիվ թոշակառուներ իրենց միջոցներից ձեռք էին բերում տարբեր ցուցված եւ նշանակված դեղամիջոցներ։ Հիմա այս ծրագրի շրջանակներում մենք որոշակի փոխհատուցում ենք հատկացնում, ոչ թե դեղ ենք տալիս, այլ փող ենք տալիս մարդկանց դեղ ձեռք բերելու համար։ Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը։ Լուրը հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նշել, որ 3,5 կիլոգրամ քաշով 51 սանտիմետր հասակով փոքրիկն ու մայրիկը լավ են զգում իրենց եւ առաջիկայում դուրս կգրվեն։ Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի ղեկավար Վլադիսլավ Մասլենիկովը 10-ի հետ զրույցում զգուշացրել է, որ Եվրամիության հետ մերձեցման որոշակի փուլում Բրյուսելը Երևանից կպահանջի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում հակառուսական հարցերում։ Դիվանագետի խոսքով Եմեն ցանկացած թեկնածու երկրից պարտադիր պահանջում է միանալ իր արտաքին քաղաքականությանը, որն այսօր բացահայտ հակառուսական ուղղվածություն ունի։ Մասլենիկովը նշել է, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների բավարարումը չի երաշխավորում անդամակցություն Եմեին, իսկ հնարավոր անդամակցությունն էլ չի ապահովում երկրի բարգավաճումը։ Ըստ ռուս դիվանագետի, Երևանի հարկադիր մերձեցումը Եվրոպայի հետ կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վրա։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ Եմեն վերափոխվում է ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ գիտակցում է այս գործընթացի ռիսկերը։ Միաժամանակ Մասլենիկովը նշել է, որ Մոսկվան հարգում է պետությունների ինքնիշխան իրավունքը ընտրելու իրենց տնտեսական միավորումները, սակայն Բրյուսելն արդեն սկսել է Երևանին պարտադրել չափանիշներ, որոնք հակասում են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Զվարթնոց օդանավակայանում չեղարկվել են մի քանի չվերթներ։ Ըստ կայքում հրապարակված չվացուցակի տվյալների չեղարկվել է Կրասնոդար-Երևան չվերթը, ինքնաթիռը Երևանում պետք է վայրէջք կատարեր 13:45-ին։ Չեղարկվել է նաև Թեհրան-Երևան 2 չվերթ։ Զվարթնոց օդանավակայանից դեռևս չեն մեկնաբանել, ինչով է պայմանավորված թռիչքների չեղարկումը։ Թրամփը Միացյալ Նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել Կուբայի սպառնալիքների պատճառով։ Սպիտակ տունը հրապարակել է հրամանագիր, ըստ որի որոշումը կայացվել է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը կանխելու նպատակով։ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում ենթարկվել ԱՄՆ-ին եւ պատրաստ են անգամ պատերազմի։ Այս հայտարարությունից հետո երկրում պատերազմական դրություն էր հայտարարվել ընդդեմ Միացյալ Նահանգների։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ իրենց նպատակը մեջբերում բռնապետ Մադուրոյին ձերբակալելն ու երկիրը նրանից ազատելն է, սակայն եթե Կուբան գնա ծայրահեղ քայլերի, կստանա համարժեք պատասխան։ Իրանի կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն է եղել։ Սա տեղի է ունենում Միացյալ Նահանգների Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ֆոնին։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի ներկայիս վարքագիծը համարում է անընդունելի։ Նա ուղերձ է հղել Թեհրանին, պահանջելով հրաժարվել միջուկային զենքի ստեղծումից եւ դադարել սպանել ցուցարարներին։ ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է խոշոր ռազմածովային ուժեր, բայց ակնկալում ենք խուսափել դրանց կիրառությունից, հայտարարել է Թրամփը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանում վերջին իրադարձությունները։ Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Նրա խոսքով Ադրբեջանը ձեռնպահ կմնա Իրանում լարվածության սրմանն ու հարցի արագ կարգավորմանը խոչընդոտող քայլերից։